Օրնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն հայր մեր որ երգինս ես սուրբ եղից եկեցի արքայություն քո եղեցին գամ քո որպես երգինուս եւ երկրի ըսած մեր դուր մեզ այսօր եւ թող մեզ սպարտիս մեր որպես եւ մեկ թողում եւ մի տանիրս մեզի փորձություն այլ բրգյազ մեզ ճարե իքո արքայություն եւ զորություն եւ փառքավիտյանս ամեն Աստվածամոնը նաղոթենք Ողջույն քեզ Մարիամ, Լիշնորհոգ Տերընդ քեզ, օրնյալ ես դու կանայս եւ օրնյալ է բտուղ որովայնի քո Հիսուս։ Սրբուհի Մարիամ, Մայր Աստուծո, բարեխոսի ավասն մեր մեղավորացս, այժմ եւ իժամու մահվան մերո։ Ամեն։ Սրբույի Աստվածամայր, բարեխոսի ավասն մեր, Մայր բարի խորհրդո, աղոթիր մեզ համար։ Մայր Իվանստուտյան, աղոթիր մեզ համար։ Ամեն։ Հուսամ լավ եք բոլորդ։ Մինչև բուն դասընթացին անցնելը մի հարց տամ Կարինեին եւ Մարիան ասեց որ կգա եւ Կարինե Պապիկյան արդյոք միացել է Կարինեն Եկին Կարինե միացել եք Չկա այսօր կարծես թե Ուզեի իմանալ հաստատ պիտի կա թե ոչ որպեսզի ումսերի հարցը լուծեինք Ուրիշ մարդիկ կան, որ այսօր միացել են մեզ եւ ուզում են մեր հանդիպմանը մասնակցել հունիսի 15-ից 19 եւ մեր դասերին պիտի անշուշտ մասնակցեն on-line։ Բարև ձեզ հովսեփ։ Հա, ես կամ այսօր առաջ անգամ։ Միշտ նախքին դասերին չես եղել։ Նախքին դասերին չեմ մասնակցել, որովհետեւ այս ժամերին ես համասարանից էլ դասեր ունեի, չէի հարմարցնե մտնել։ Ձեզի Տեր Ռուբենը զգուշացուցել է, որ պետք է մտնեի ու պետք է անշուշտ մասնակցեմ մյուս դասերին էլ։ Շատ լավ, եթե հրաժան, եթե մասնակցես, հա, հիմա դեռ ինչքան ունենք, մի 20 օր, հա, տես պարտադիր է այս on-line դասերին մասնակցելը, որպեսզի այդ դեմարդեմ հանդիպումներն էլ մասնակցես, սա առանց կանգնելու շարունակական process է, դասընթաց է, որ պետք է բոլոր հանգրվաններին մասնակցել։ Խատին մասնակցես եւ հետո ընթացքում անշուշտ կորոշենք թող 20 օր անցնի նաեւ դու էլ կտեսնես թե քեզ եթե երբևէ չես մասնակցել դու նաեւ հասկանաս քեզ ինչքանով է պետք ինչքանով է հարմար եւ ինչքանով ես դու պատրաստ ամենակարևորը կամավոր ձևով օգնել ձեր քահանային ժողովրդաբեդին կազմակերպել կրոնի դասերը տեղում անում ես հիմա ինչ-որ մի բան օգնում ես Հա կրոնի դասեր երեխեքի հետ եկեղեցում ամեն կիրակի Խուլգումոից ես դու թե Բավրայից Բավրայից Բավրա հա Շատ լավ Բարի երեկո Տերովսեփ Բարի երեկո Ես կեմ անուն աղջիկ կար Ֆաուստինա անունով ուր է աղջիկը Ինքը իրեն հարմար չի էլ ինքը այլևս չի մասնակցում մեր դասընթացներին Պակաս բերեցի իրան Ահա ձեր գալը հունիսի 15-ին հաստատ է չէ 15-19 մասնակցելու եք դասընթացներին Հա որոշում ընդունել ենք ես էլ Արմինե Սահարյանն էլ Արմինեի մասին գրել էր դուք չարձագանքեցիք երևի չեք տեսել որ ինքն էլ է գրել Բայց ինքը մեր դասընթացներին մասնակցում է Հա Չեմ հիշում երբևէ Սկզբից ինքը մասնակցել է Արմինե Սահարյան հիմա այս կային միացած է Կարետ ենք եղել Արմինե Սահարյան խնդրեմ խոսեք որ Այո ես այստեղ եմ բարև ձեզ Նկար կարող եք միացնել վիդեո Լսվում է ես այստեղ եմ Այո վիդեո միացրեք որ ձեզ տեսնեմ ճանաչեմ Հա լավ հիշեցի Բայց դուք կրոնի դաս անում եք համայնքում սա հիշացրեք Չէ դեռ չեմ սկսել ոչ մի բան չեմ արել Բայց ուզում եք պատրաստվում եք Մեծ սիրով եթե հնարավոր լինի Որտեղից եք դուք ուղղակի հիմա եք Լազրեսկ ուղղակի մեր հիմա եկեղեցի ժամանակավոր փակվել է Հա մենք չունենք
հայրը, հա, Բայց նախկինում երբ որ կար անում եք ինչ որ բան, Հայր Հովհաննեսին օգնում եք ինքն էր, չէ՞, այդտեղ ժողովրդաբեդ ինքն է։ հա, ինքն է, Հայր Հովհաննեսն է, հա։ Օգնում եք իրեն ինչ որ բանով։ Երեխաների սովորեցնելու պահով դեռ չէ, ոչ մի բան չենք սկսել դեռ։ Իսկ Հայր Հովհաննեսի հետ հիմա կապի մեջ եք, որպեսզի Այո, ես կիրակի օրերը Սոչի եմ գնում պատարակի, հա։ Սոչիում կա մենակ շատ հայր։ լավ, եթե պատրաստվում եք դասավանդել, օգնել, կազմակերպել երեխաների հետ հանդիպումներ, այսինքն միայն հարց դասավանդել չէ, այլ նաև համայնքում ակտիվ լինելը, կազմակերպելը, ճամբարներ, ասենք հանդիպումներ երեխաների հետ եւ կրոնի դասեր, ուրեմն անշուշտ եկեք, հա։ Լավ, ուրեմն ձեզ էլ նկատի ունենանք, հա։ Հայր Հովհաննեսն ասաց, որ շատ հետաքրքիր բան ստացվեց, շատ որ էինք, բայց մնացինք մի հոգի Ադլերից, մի հոգի Սոչիից, մի հոգի Լազարևսկից։ Ադլերիցն էլ Հասմիկ Պապյանն է, Պալյան է, թե Պապյան է, ինքը երեխա ունի, չի կարող գալ։ Հույժ կարևոր ենք երեքս էլ, ես էլ Արմինեն էլ, եթե ստացվի, եթե կարողանանք, մեր համայնքը մեծ է շատ, տղակները տարբեր տեղեր են։ Ուրեմն Արմինե Սահարյան, Լազարևսկ, ուրեմն ավելացնենք։ Բոլոր օրերին կարող եք մասնակցել, չէ՞, ես որպեսզի տոմսերը վերցնելուց հասկանամ, թե ինչպես։ Ուրեմն ես ձեզ առանձին դուք միասին եք թռչելու, այսինքն ընդեղից դուք Լազարև Սոչիից, չէ՞, Սոչի аэроպորտից եք թռնելու Հայաստան։ Հա, երևի, հա, Սոչիից հնարավոր է։ Ուրեմն կամ 14 կամ 15 կլինի տոմսը, ես կուղարկեմ նախապես կնայեք, ժամերը ձեզ հարմար լինի, հա, եւ մեկնումը կլինի 19 կամ 20, հա, եթե արանքի հետ գիշերը կարող եք առաջնորդանում մնալ։ Շատ լավ։ Լավ, անցնենք մեր թեմային, ես այս շաբաթվա կամ վաղը կամ երկուշաբթի օր ձեզ տոմսերը կուղարկեմ տարբերակները կտեսնեք։ Ձեր անձնագրերը ուժի մեջ են, ժամկետներն ուժի մեջ է երկուսիդ։ Կարինե եւ Արմինե։ Հա, երևի Արմինեին էլ, եթե պատրաստվում եք։ Նայեք հաստատ, հա, երևի։ 15 արի։ Ինչ։ Արմինե։ Այո, հա, նորմալ է։ Հա, նայեք անպայման, որ նայեք որ դեռ 4, այո, паспортները 4 ամիս դեռ բանի մեջ են։ Հա, նորմալ է, հա, ուժի մեջ է, հա։ Լավ չի լսվում, ուղղակի դրա համար, հա։ Հա, լավ, եկեք անցնենք ուրեմն մեր թեմայի շարունակությանը։ Երևում է։ Չի բացվել։ Հա, երևում է։ Այո։ Ուրեմն Կորինթացիներին ուղղված առաջին ամեկի 15-րդ գլուխը կարդացել եք։ Այո։ Կարդացել եմ։ Ինչի մասին է։ Հիսուսի հարություն։ Հիսուսի հարության, որն էլ երաշխավորում է բոլորիս հարությունը։ Շատ լավ։ Որն էլ ամենակարևոր կետն է։ Հավատքի։ Այո։ Հավատամքի 11-րդ փաստը հավատամք եւ ի հարություն մեռելոց։ Սա արդեն վերջին տողն է հավատամքի։ Մահը վերջը չէ, սա քրիստոնեության կարևորագույն, կարող ասել ամենակարևոր, այո, որովհետեւ Պողոս Արաքյալը ասում է, որ եթե Հիսուս հարություն չի արել, մեր քարոզը իզուր է, ձեր հավատը իզուր է։ Մահը վերջը չէ։ Աստված հարություն տալու բոլոր մեռելներին, նրանց վերադարձնելով իրենց մարմինները նոր կյանքով։ Հարությունը վերաբերում է բոլորին։ Ինչ է տեղի ունենում մարդու հետ, երբ մեռնում է։ Եկեք նախ այս հարցին պատասխանենք, կարճ եւ ուրիշներին նաեւ խոսքի հնարավորություն ընձեռելով խնդրում եմ։ Մարդը մահվանից հետո ինքը նախ հայտնվում է խավարանում, որտեղ իր փոքր գործած մեղքերը խավարանում հնարավորություն է ընձեռվում մարդուն, որպեսզի ներում շնորհի, անշուշտ երկրում գտնվող իր բարեկամների աղոթքի շնորհիվ։ Իսկ որ ասած մարդը հայտնվում է խավարանում, դա ինչ է նշանակում։ Մարմնով, հոգով, ինչպես։ Իմ կարծիքով հոգով։
Լավ։ Սխալ էր, թե ինչ է։ Չէ, ճիշտ է, անշուշտ, որտեղ մարմինները դեռնոր պիտի հարություն առնեն։ Ընդհանուր հարության ժամանակ հարությունը վերաբերում է մարմիններին, իսկ հոգին երբեք չի մեռնում։ Մարդու հոգին։ Ուրիշ պատասխաններ կան, լրացումներ։ Ես համոմիտ եմ Աննայի ասացի հետ, որ մարդ մեռնում է միայն հոգով։ Մարդ հոգով, չէ, հոգով չի մեռնում, Չի մեռնում, միայն մարմնով է մեռնում։ Մարմինը հոգով Եկեք հասկանանք, թե ինչ է նշանակում մահը։ Ինչ է մահը։ Կենսաբանական մահը ինչ է։ Սրտի կանգը։ Հերթով խոսեք, հա։ Հոգու առանձնացումը ֆիզիկական մարմնից։ Կարող ենք ասել, այո։ Այսինքն մարմնի քայքայումն է, չէ՞։ Մարմնի քայքայումը, մարմինը վերածվում է հողի։ Ասում է հողեր եւ հողել կդառնաս, Աստծո խոսքերը Ադամին։ Հողեր եւ հողել կդառնաս։ Կենսաբանորեն քայքայվում է, դառնում է հող։ Մարդկային մարմինը։ Բայց մարմիններն են, որ պիտի հարություն առնեն, հա։ Երբ որ տեսեք, մարմինը քայքայվում է, անջատվում է հոգուց, առանձնանում է։ Եվ հոգին, ես էլի ասել եմ, որ տեղը կա երկու դատաստան, ընդհանուր ահեղ դատաստան եւ մասնավոր դատաստան, կամ փոքր դատաստան, այսպես ասենք։ Այդ փոքր կամ մասնավոր դատաստանը տեղի ունենում մարդու մահվան ժամանակ։ Ինչպես քիչ առաջ ասվեց, ուրեմն կա 3 ճանապարհ, այդ մասնավոր դատաստանի ժամանակ։ Աստուծո արքայություն, բոլոր նրանց համար, ովքեր ապրել են սրբության ձգտելով, ոչ թե սրբեր են եղել, այլ սրբության ձգտելով, մեղքերը խոստովանելով եւ սուրբ հաղորդությունը ճաշակելով կյանքին հրաժեշտ են տվել, գնում են Աստուծո արքայություն միանգամից։ Կան մարդիկ, ովքեր Աստծո մերժել են իրենց ամբողջ կյանքում եւ ծանր մեղքերի մեջ են եղել, գնում են դժոխքի դատապարտության, որտեղից այլևս փրկություն ելք չկա, գոյություն չունի, ետդարձ չկա։ Սա ուրեմն սա իրական մահը, դժոխքն է իրական մահը, որտեղ հոգին ոչ թե մեռնում է, այլ հավիտենապես, հետո մարմինն էլ հարություն է առնում եւ միանում է հոգու հետ եւ հավիտենական տանջանքի մեջ է մնում մարդը, սկզբից հոգով, իսկ հարությունից հետո նաեւ մարմնով։ Եվ կա երրորդ վիճակը, խավարանը, որը ժամանակավոր վիճակ է, սա վիճակ է, ոչ թե աշխարհագրական վայր է, ինչ որ մի տեղ է, այլ վիճակ է, մաքրության։ Խավությունը, ուրեմն խավություն նշանակում է հատուցում, որտեղ մարդը պետք է հատուցի իր սխալների, իր մեղքերի համար, թեթև կամ ծանր, որոնց համար կյանքի ընթացքում զղջացել է կամ մասնակի է զղջացել։ Այդտեղ այդ հատուցումը ինքը անում է իր տառապանքով, ասում են կա կրակ, որը այրում է մարդու հոգին, ոչ թե սպառելու իմաստով, այլ մաքրագործելու։ Եվ այս խավարանի վիճակում մարդուն կարող են օգնել միայն աղոթքները, դերևս ապրող մարդկանց աղոթքները, նաև սրբերի աղոթքները, որոնք շատ ավելի ծանրակշիռ են, եւ անշուշտ ամենակարևորը մեր Տիրոջ Քրիստոսի աղոթքը, իր սուրբ պատարագի, իր միջնորդությունը։ Խավարանից հետո ճանապարհը միայն դեպի Աստծո արքայություն է տանում, դժոխք չի գնում մարդ։ Խավարանը մարդուն ուրեմն հոգին մաքրելու համար է, հասկանալի է։ Իսկ ահեղ դատաստանը, վերջնական դատաստանը արդեն պիտի լինի բոլորի համար։ Խավարանի հոգիները ահեղ դատաստանից հետո բոլորը պիտի հայտնվեն Աստծո արքայության մեջ, իսկ ովքեր դեռ ապրելիս պետք է լինեն երկրի վրա, նրանց համար այս ուրեմն երկու ճանապարհները կա՝ դատապարտություն կամ հավիտենական կյանք Աստծո մոտ։ Հարցի մասին շատ չծավալվենք հիմա։ Երբ մարդը մեռնում է, մարմինը քայքայում եւ հող է դառնում, բայց հոգին գնում է հանդիպելու Աստծուն։ Նախքան այս հանդիպումը, շատերի պարագայում կա խավարանի վիճակը, ինչպես ասացի։ Մահվան պահին Աստված սպասում է մարդուն գրկաբաց, իր հրեշտակների եւ սրբերի հետ միասին։ Աստված մեծ ուրախություն եւ խաղաղություն է պատրաստել մարդու համար։ Տեսեք, երբ որ մենք երեխաներին բացատրում ենք, այստեղ խավարանի մասին այս պահին խոսք չկա, հա։
Միայն Աստծո հետ հանդիպման մասին է խոսքը։ Ընդհանրապես մարդկանց, երբ որ ուզում եք մխիթարել հիվանդներին, ծերերին, ովքեր մոտենում են մահվան շեմին, պետք է այս մասին խոսել, որ Աստված սպասում է իրեն գրկաբաց, իր հրեշտակների եւ սրբերի հետ միասին։ Եվ վստահ եղեք, որ ովքեր ծանր հիվանդության ժամանակ հիվանդած օծում են ստանում քահանայի ձեռքով, խոստովանում են իրենց մեղքերը անկեղծ սղճալով եւ սուրբ հաղորդությունը ստանալով փակում են իրենց աչքերը, միանգամից Աստծո մոտ են գնալու։ Իհարկե մենք չգիտենք դա երբ կլինի, ինչ արագությամբ, այսպես ասեմ, հա, Աստծո արքայություն հայտնվելը, սա միայն Աստված գիտի, բայց եկեղեցին մեզ միշտ ավանդաբար սա է սովորեցրել Քրիստոսի եւ սրբերի հետ միասին, որ ապաշխարությամբ, այսպես սրբությամբ իր կյանքը ավարտած մարդը, ոչ թե ապրած, ավարտած մարդը ամենչապես հայտնվելու է Աստծո արքայության մեջ։ Սա շատ կարևոր է, որ միշտ տարապող մարդը, ցանկացած մարդ, ցանկացած քրիստոնյա եւ առավել եւս առաջ հստակ այս պատկերը ունենա եւ մենք օգնենք, որ ինքը սպասի, որ Աստված իրեն ընդունելու է գրկաբաց։ Միայն թե այս կարևոր քայլերը պետք է անել, խոստովանել, սուրբ հաղորդություն ստանալ, զղջալ, լիակատար զղջում ապրել, սրանք շատ կարևոր պայմաններ են։ Որտեղ մարդկանց մեծամասնությունը գոնե Հայաստանում մեռնում են առանց մեղքերը խոստովանելու, առանց սուրբ հաղորդություն ստանալու եւ քահանային հիշում են շատ պարտաճանաչ, երբ որ մարդն արդեն մեռած է, բայց արդեն ուշ է։ Անշուշտ քահանայի աղոթքը, մնջեցյալի համար արված աղոթքը միշտ անհրաժեշտ է, բայց հոգու փրկության համար կենթանի ժամանակ պետք է նախ եւ առաջ այդ աղոթքները ասել եւ հարազատները պիտի նաեւ այդ մասին մտածեն, ոչ միայն քահանան եւ հենց տարապողը ինքը մարդը։ Արդյոք մարդը միշտ երկնքում կմնա առանց մարմնի։ Նոր ասեցինք իրականության մեջ պատասխանեցինք։ Երկինքը Աստծո արքայությունն է։ Ասեցինք, որ մահվան ժամանակ հոգին գնում է երկինք Աստծո մոտ կամ քավարանի վիճակում է մնում եւ մարմինը դրվում է հողի մեջ, քայքայվում է։ Այդպես մնալու են հոգիները միշտ։ Ոչ իհարկե, ինչպես խոսեցինք, ինքը էլի մարմինը էլի հարություն է առնում ու հենց երկնքի արքայությունում ինքը իր նոր մարմնով կլինի յուրաքանչյուր մարդ, այսինքն։ Մարմինները, հարություն առած մարմինները վերամիավորվելու են հոգիների հետ։ Իսկ թե ինչպեսին պիտի լինեն այդ մարմինները, Պողոս Արաքյալի այդ գլուխը ձեզ օգնում է հասկանալ, թեև շատ խորհրդավոր է, ասում է հոգևոր մարմիններ պիտի լինեն։ Ասում է կա շնչավոր մարմին եւ կա հոգևոր մարմին։ Այդ հոգևոր մարմինները հարություն առած անապական մարմիններն են։ Անապական, այսինքն այլևս ապականությանը չենթարկվող, գերեզմանի քայքայմանը չենթարկվող մարմիններ։ Այդ մարմինները մեզ համար դժվար է պատկերացնել։ Քրիստոսի հարություն առած մարմնի նման է լինելու այդ մարմինները։ Ոչ, Աստված մեզ կվերադարձնի մեր մարմինները նոր կյանքով։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսն իր երկրորդ գալստյան ժամանակ, երբ դատի բոլորին, մեզ կվերադարձնի մեր մարմինները նորոգված եւ արդեն հավիտենական կյանքով, իր հետ միասին ընդմիշտ ապրելու համար հոգով եւ մարմնով։ Այս երկրորդ գալուստը նույն ահեղ դատաստանն է, երբ ահեղ մեղավորների համար, ոչ թե նրանց համար, ովքեր սիրում են Աստծուն։ Ուրեմն մարդը, Աստված մարդուն ստեղծել է, որպեսզի մարդը աստվածային կյանքին մասնակցի կամ ապրի հավիտենական կյանքով, հոգով եւ մարմնով, ոչ թե միայն հոգով։ Շատերը սխալվում են, նույնիսկ մեծերը մտածելով ասում հարությունը ինչին է վերաբերում, ասում է հոգիների հարության։ Հոգին չի կարող հարություն առնել, որովհետեւ հոգիները երբեք չեն մեռնում։ Նույնիսկ դժոխքի տանջանքներին դատապարտված հոգիները չեն մեռնում, դա հավիտենական տանջանք է։ Հոգին ունի սկիզբ, բայց չունի վերջ, մարդկային հոգին։ Ուրեմն այս մահը, այնտեղ ննջում ենք ասում քրիստոնեական իմաստով, վերաբերում է միայն մարմիններին, որը ժամանակավոր է։
Տեր Հովսեփ, իսկ Ահա, ինչ կեղնի այդ մարդկանց հետ, ովքեր որ մկրտված չեն եղել, բայց հավատ կունեցել են, էդի կապ կունենա ինչ որ թե մկրտությունը ինչքանով կազդե մարդու վրա մահից այս հետի։ դա փրկության հարցն է, թե ինչպես է Աստված փրկելու նրանց, ովքեր մկրտված չեն, հա։ Պողոս Արաքյալը ասում է, որ օրինակ հեթանոսները, ովքեր չեն էլ լսել Քրիստոսի մասին, դատվելու են ըստ իրենց խղճի։ Այդ մասին մենք անցած անգամ էլ խոսեցինք։ Մենք վարկյան։ Ես մյուսը բացեմ։ Հիսուս ասում է, որ մկրտությունն է փրկության հիմքը եւ պատճառը, ովքեր հավատան եւ մկրտվեն, պիտի փրկվեն, ասում է Տերը։ Ուրեմն փրկությունը, այսինքն հավիտենական կյանքը ժառանգելը, փրկություն ասելով մենք դա այն նկատի ունենք։ Փրկությունը միայն մկրտության միջոցով է, այսինքն նրա համար, ով որ լսել է Քրիստոսի մասին, ով որ լսել է Քրիստոսի ավետարանը, ում որ քարոզվել է, հռչակվել է, իր համար փրկությունը միայն մկրտությամբ է։ Այսինքն ինչ է սա նշանակում։ Նշանակում է, եթե մարդը լսել է Աստծո խոսքը եւ չի ընդունում, հա, սա իր համար դատապարտություն է։ Եթե լսում է Աստծո խոսքի քարոզությունը, պետք է մկրտվի, որ իր փրկությանը հասնի։ Իսկ ովքեր չեն լսել Քրիստոսի ավետարանը, Աստծո խոսքը, նրանք պիտի դատվեն Աստծո կողմից ըստ իրենց խղճի, բայց բացառված չէ իրենց փրկություն։ Սա միայն Աստված է որոշում։ Մենք չենք կարող ասել, որ հեթանոսները կամ այլակրոն ասենք, հիմա հեթանոսը պես այդպեսին չկա, կարելի ասել։ Այլ կրոններ հետևորդները չեն հասնել հավիտենական կյանքին։ Սա Աստված է միայն որոշում։ Հասկանում եք։ Իսկ քրիստոնյայի համար կամ նրա համար, ում որ քարոզվել է քրիստոնեությունը, մկրտությունն է միակ ճանապարհը փրկության։ Եթե մենք ասենք, որ մյուսները չեն փրկվել, նշանակում է մենք կապում ենք Աստծո ձեռքերը, որ իրավունք մենք չունենք։ Ուրեմն սա ինչ է նշանակում։ Բոլոր նրանք, ովքեր կոչվում են քրիստոնյա, բայց մկրտված չեն կամ տան ունեն չմկրտված երեխաներ, պետք է անպայման մկրտվեն, որտեղ իրենց պետք է ասել, որ առանց մկրտության չկա փրկություն։ Եթե մենք ասենք, որ հնարավոր է փրկվել, շատերը այդպես ինքնահոսի մատնված հանգիստ կյանքով կապրեն եւ կմկրտեն երեխաներին այն ժամանակ, երբ որ փող ունենան։ Ինչը սարսափելի սխալ է։ Հայր Անտոնը ավելի առաջ է գնում, Տերով սեփ ասում է, անցած դասին կակազ ասեց, մկրտությունը նրա համար է, որպեսզի մարդը հաղորդությանը հասնի, կենտրոնական հաղորդությունն է։ Այսինքն մկրտվող մարդը անպայման պիտի հաղորդություն ստանալու համար է մկրտությունը, այդ ձևով բացատրեց։ Տեսեք, հաղորդությունը քրիստոնեական կյանքի գագաթնակետն է, այս երկրից երեսի, գագաթնակետը, այսինքն քրիստոնեական կյանքը սկսվում է մկրտությամբ, դա մուտքն է, դուռն է դեպի աստվածային կյանք։ Եվ իր լրումին է հասնում, իր բարձրակետին է հասնում, երբ որ մարդը ճաշակում է սուրբ հաղորդությունը, այս որտեղ սուրբ հաղորդությունը Քրիստոսի հետ միությունն է այս երկրային կյանքում, հա, դրանք դռներ են, որ բացում են դեպի հավիտենական կյանք, դեպի փրկություն։ Բայց այո, չկա հաղորդություն առանց մկրտության, անշուշտ։ Բայց մկրտության առաջնային նպատակը, տեսեք, մենք կարող ենք ասել, որ սուրբ հաղորդությունն է, բայց հաղորդությունը պետք է հասկանանք ավելի խորքային իմաստով։ Ինչ է հաղորդություն։ Միություն Աստուծո հետ։ Ոչ թե ճաշակելու process-ը զուտ, նշխարը եւ գինին այդպես պարզ ասեմ, Քրիստոսի մարմինն ու արյունը ճաշակելու process-ն է, ոչ միայն։ Ամենակարևորը մասնակցություն աստվածային կյանքին, միություն Աստծո հետ։ Հաղորդություն բառը հենց դա է նշանակում։ Եվ ամբողջ եկեղեցին հիմնված է հաղորդության վրա։ Երբ որ մարդը մկրտվում է, արդեն իսկ հաղորդ է լինում Քրիստոսին, Քրիստոսի մարմնի մի անդամն է դառնում, եւ որը իր լրումին է հասնում, երբ որ այդ մարմինը ճաշակում է քրիստոնյա։ Հավատամքի 12-րդ փաստը, հավատամք եւ իկյանսն հավիտենականսն։
Հավատում ենք եւ հավիտենական կյանքի։ Աստված ուզում է, որ ես ապրեմ իր հետ միասին եւ անverջ երջանիկ։ Աստված մարդուն սրա համար է ստեղծել։ Այս է մարդկային կյանքի նպատակը։ Ուրիշ նպատակ Աստված չի դրել մարդու համար, եթե ոչ լինել երջանիկ եւ հավիտենապես երջանիկ։ Ինչպիսին է երկինքը։ Տեսեք ուշադրություն դարձրեք, որ երկինքը մեծատառով է գրված։ Սա ինչ է նշանակում։ Այսինքն հենց Աստծո թագավորությունը։ Իսկ դա ինչ է նշանակում։ Այն վայրը, որտեղ ներկա է Աստված։ Ուր է այդ վայրը։ Դրախտը։ Աստծո հետ ապրելու վայրը։ Հա, ուր է այդ վայրը։ Հավիտենական կյանքը դրախտը։ Երկնքում։ Կարելի է տեսնել այդ կամ աշխարհագրական կոորդինատներով որոշել թե ուր է այդ վայրը։ Ոչ։ Ինչու։ Քանի որ Աստծո արկայությունը գտնվում է շատ հեռու։ Ինչքան հեռու, քանի լուսնային տարի մոտավորապես։ Դա հոգևորի եւ նյութականի տարբերությունն է։ Հոգևոր աշխարհը այլ տարածաչափության մեջ է։ Դրա համար չենք կարող ցույց տալ, թե որտեղ է գտնվում եւ ինչպիսի տեսք ունի։ Տարածաչափություն բառը ես մոտեցնում է բավականին, բայց դարձյալ տարածք բառն է օգտագործում, նշանակում է, որ դա ինչ որ տարածություն է։ Տեղ է զբաղեցնում, դա ենթադրում է նյութականություն, որը հնարավոր չէ Աստծո ուրախության տեղն է, ասում է արիք իմ բարի հավատարիմ ծառաներ, դուք պետք է իմ ուրախության մասնակից լինեք։ Այո, եկեք Հայրան Տերոսը ասում է, որ երկինքը մի վայր է, որտեղ տարածություն, ժամանակ եւ նյութական չկա։ Շատ վիճակ է։ Վիճակը մենք օգտագործեցինք խավարանի մասով, սա ուրիշ բան է։ Եվ ինչալոց սա էլ աշխարհագրական վայր չէ, խավարանն էլ աշխարհագրական վայր չէ։ Ուրեմն երկնային արքայության մեջ երկնքում տարածության եւ ժամանակի օրենքները չեն գործում։ Տարածություն չի նշանակում, որ ես այստեղից պատուհանից նայում իմ հայացքը հասնում է մինչև, ասենք, հորիզոնի վերջին կետին կամ ինչ-որ մի լեռան վրա կանգ է առնում։ Տարածություն նշանակում է, երբ որ ֆիզիկական մի առարկա, մի օբյեկտ ինչ-որ տեղ է զբաղեցնում, ֆիզիկական, այսինքն ինքը պինդ մարմին է, այդպես ասեմ։ Իսկ հոգին նյութական չէ, ինքը տեղ չի զբաղեցնում։ Սա է նշանակում, որ ինքը տարածությունից կամ տարածության չափումներից, եռաչափ հասկացությունից դուրս է։ Իսկ այդ դուրսը մեր մարդկային մտքով պատկերացնելը շատ բարդ է, որտեղ մենք ուզում ենք ամեն ինչ հասկանալ մեր նյութական փորձառության իմաստով եւ իրականության մեջ մեր զգարանները աշխատում են միայն տարածության եւ ժամանակի մեջ։ Բայց մեր միտքը եւ հոգին կարող են թափանցել ժամանակից եւ տարածությունից այն կողմ։ Աստված ընդհանրապես աստվածայինը տարածությունից եւ ժամանակից դուրս է։ Չի կարելի ասել, որ Աստված կարող է սահմանափակվել որևէ տարածությամբ կամ ժամանակի պահով։ Աստված կար, հիմա չկա, այդ կար եւ չկա հասկացությունը Աստծո համար չէ, ինքը միշտ է, այսինքն միշտ գոյություն ունի։ Չեն կարող ասել, որ Աստված այնտեղ էր, ասենք, չգիտեմ, Մեքսիկայում էր պատարագի ժամանակ ներկա էր, բայց Հայաստանում այդ ժամանակ նույն ժամին պատարագ էր մատուցվում եւ ինքը Քրիստոս ներկա չէր, որտեղ չի կարող միաժամանակ լինել մի քանի տեղ։ Սա Աստծուն չի վերաբերվում։ Աստված ամեն տեղ է եւ միաժամանակ եւ առանց դադարի, առանց անցյալի։ Մեր համար իրականության մեջ, հոգու համար ես գիտեմ վարկած է, թե գիտություն ասում են, որ քաշ ունի եւ 21 գրամ է։ Ինչ որ կշռել են մահացած մարդուն եւ 21 գրամ պակաս է եղել, ենթադրել եմ, որ այո, հայտնի բան է, բայց դե ինչի կշիռը ես չեմ կարող ասել, այդ կշռողներին պետք է հարցնել, որովհետեւ եթե մի բան նյութական չէ եւ տարածքով չի սահմանափակում, ինչպես կարող չեմ կարող։
Հասկանալ թե դա ինչի մասին է խոսքը, չգիտեմ։ Եթե չեմ խանգարում մի ուրիշ հարցել։ Ահա։ Կլինիկական մահվանը դուք ինչպես եք վերաբերվում։ Եկեղեցին ինչպես է վերաբերվում։ Գոյություն ունի, չէ՞ կլինիկական մահ։ Անշուշտ։ Հա, կրկնվող հատկանիշներով, որ մարդը ունենում է բոլոր այն զգացողությունները, որ այդ ինչ որ նեղտարածությամբ անցնել, դժվարություններով, խողովականման ճանապարհ, որ վերջին կետում իրան դիմավորում են լուսավոր հոգիներ եւ ջերմությամբ իրան առաջնորդում են։ Այդ զգացողությունը կրկնվող է Նալչադյանի հոգեբան Նալչադյանի հոդվածներում Կարինե Նալչադյան, հետո իր հայրը երկար քննություն է գնում այդ ճանապարհորդության մասին, էլի, այս աշխարհից այն աշխարհ։ Դա չի հակասում քրիստոնեությանը, բայց քանի որ անձնական փորձառություն է, դրա վերաբերյալ վերջնական ինչ որ բան ասել եկեղեցին չի կարող։ Հա, բայց կրկնվող է, շատ կրկնվող է։ Անշուշտ է, քանի որ հոգին մենք խոսում ենք հոգու եւ մարմնի մասին, եւ մանավանդ երբ որ մահվան ժամանակ հոգին առանձնանում է մարմնից, այսպես եթե ասենք, իրականում այդպես է, մարմինը հող է դառնում եւ ասացինք որ հոգին գնում է դեպի Աստծո մոտ, եթե առանձին իրողությունների մասին ենք խոսում, այսպես ասենք, առանձին երևույթների, հետեւաբար եթե կա ժամանակավոր մահ, դադար կլինիկական մահվան ժամանակ, թե ինչ է լինում հոգու հետ, սա արդեն անկախ է մարմնի այդ պահի վիճակից։ Մարմինը հիվանդանոցում, կամ շոկի վիճակում է, կոմայի վիճակում է, հոգին բարձրանում է ինչ որ բարձրության վրա եւ վերևից տեսնում է իր մարմինը ու լսում է այս ամենը, հաղորդ է լինում այս իրողությանը, որ բժիշկներն ինչպես են աշխատում իր մարմնի հետ, ով ինչ է խոսում այդտեղ, հետո նորից վերակենդանանալով, չգիտեմ, բժիշկների ջանքերով, Աստծո կամքով մարդը երբ որ վերականգնվում է այդ վիճակից, ինքը հիշողություններ է ունենում այն ամենի մասին, որ մարդկանց շատ պատմել, նույնիսկ մարդ կան անձինք, ովքեր ճանաչում են մարդու, որ այդ կլինիկական մահից հետո ամբողջությամբ նվիրվել է Աստծուն եւ խորապես շատ հաճախ նվիրվել է, հետո գնում են ինչ որ վայր, նորից վերադառնում։ Ես չի հակասում դա եկեղեցու խորհրդային տարիներին անգամ այն ժամանակ, որ հավատք գոյություն չուներ ու ասենք հետ մահու կյանքի մասին վկայություն չկար, մի հոդված էր տպված, որտեղ հոգևորականն ինքն է գնում ու ետ է գալիս, նույնիսկ հանդիպում է Աստծուն այնտեղ տարածություն, շատ հրաշալի պատկերներ, մի քիչ երկար կլինի, որ ասեմ, ուղղակի դրանից հետո հետ է գալիս լրիվ վերափոխված հավատքը բազմապատկած, ոչ թե։ Բայց զգույշ եղեք, որովհետև այդ պատմությունների մեջ մարդկային խանդավառությունը կարող է շատ գույներ ավելացնել, չափազանցություններ, որոնք հակասեն, պետք է կարդալ, հասկանալ կամ լսել, թե ով ինչ է պատմում, չափազանցությունները շատ են, մանավանդ երբ սա մի քիչ ուրիշ է, բայց ունենք երազներ, ես կարծում եմ, որ Աստված ամեն մեկին մի տարբեր ձևով է մոտենում, տարբեր ձևով է հաղորդակցվում մեզնից յուրաքանչյուրի հետ, եւ եթե մարդը իր անձնական փորձառությամբ է ճանաչում Աստծուն, դրա մեջ ինչ վատ բան կա, եւ վկայում է այդ մասին, եւ վկայում է, նա ապրում է դա, նա տեսնում է, զգում է, կոնկրետ երբ որ երկար խոսենք, ես այդ մասին շատ բան կասեմ, երբ որ ժամանակ չխլեմ։ Իմ ասածը, տեսեք, այնքան այդ պատմություններ կան, որ դուք չեք պատկերացնում, թե ինչքան շատ են անձնական երևումների պատմությունները, եկեղեցում կան անձինք, ովքեր գրքեր են գրում այդ մասին, եւ շատ հետևորդներ են ունենում։ Բայց շատ ավելի է բազմապատկում հավատքը, քան ասենք կոնկրետ դոգմատիկ հասկանում եմ, մի վարքյան վերջացնեմ, տեսեք ինչն է հարցը։ Կան երևումներ,
որոնց հիման վրա մարդիկ գրքեր են գրում, հա։ Օրինակ Վալտորտը անունով մի սրբակյաց, այսպես ասենք, մի կին կա եկեղեցում, որ ունի գրքեր գրած եւ նույնիսկ Հիսուսի մանկության մասին գրքեր է գրել, ավետարանների նման։ Կան այդտեղ գրված բաներ, պատմություններ, որոնք ավետարանում չես գտնի։ Իրենք չեն հակասում քրիստոնեությանը, իրենք աղանդավորական չեն ըստ էության եւ մարդկանց համար շատ հետաքրքիր, ինչպես դուք ասում եք։ Շատերը դրանից լսում են աղոթել ավելի շատ, կապվում են եկեղեցուն, կա սյուժե, կա սցենար, իսկ մարդուն պատմությունները հետաքրքիր են, մանավանդ կանանց, ահավոր հետաքրքիր այս ամենը։ Նաեւ երեխաները տեսեք, Հիսուս մեզ տվել է եկեղեցին, մեզ ինչ որ տվել է, հայտնել է իր ավետարաններում։ Սա է վերջնական հայտնությունը, ընդհանրական հայտնությունը։ Դրանից հետո ինչ որ լինում է այդ անձնական հայտնությունների տիրույթում, անձնական երևումների տիրույթում։ Եկեղեցին մի մասը ընդունել է, ասել որ որևէ, այսինքն բան չունենք կասկածելու, որ մարդը սուտ է խոսում կամ իր երևակայությունն է, կարող եք ընդունել եւ հավատալ, նույնիսկ սրբացրել, օրինակ Սրբուհի Ֆաուստինա Կաբալսկային, որ երևումների հիման վրա աշխարհում տարածվեց լեհ սրբուհի է։ 1930-ականներին երևումներ ունեցավ Հիսուսի, որ հիման վրա տարածվեց ողորմության պսակը, վարդարանը եւ ողորմության նկարը։ Բայց եկեղեցին շատ գուշ է, ուսումնասիրում է, որտեղ մարդկանց անձնական փորձառությունը, մարդկային հոգեբանությունը շատ նուրբ եւ բարդ հարց է, այսպես միանգամից ամեն ինչ ընդունել, որ հենց Աստծուց է, շատ դժվար է։ Եվ քանի որ անձնական է, ասենք եկեղեցուն նոր կտակարանը մենք ունենք որպես Աստուծո հայտնություն բոլորի համար, ամբողջ եկեղեցու համար տրված։ Իսկ այդ անձնական հայտնությունները կամ երևումները տեսնում են միայն մեկ անձ, մեկ հոգի միայն, որի ճշմարտացիությունը հասկանալը եւ ստուգելը չափազանց բարդ է։ Մնում է միայն վստահել այդ անձին, ստուգել նրա հոգեկան եւ ֆիզիկական վիճակը, հավատքը, սրբակյաց կյանքը եւ հասկանալ թե ինչքանով է դա հակասում եկեղեցու ուսմունքին թե ոչ, բայց հետեւել ամբողջությամբ եւ դա ավետարանին հավասար է երևումները ընդունել ու կարդալ, սա արդեն հավատալ դուք չէ, բայց դրանք էլ երկրորդական չեն։ Աստվածաշնչի համեմատ երկրորդական են, սա եմ հենց ուզում ասել։ Ես չեմ համեմատում, դրանք տարբեր ոլորտներ են։ Չէ, պետք է շեշտադրությունները։ Չեմ համեմատում, բոլորս հայտնի է, որ դեպի Աստված գնացող ուղիղ ճանապարհը Աստվածաշունչն է։ Բայց չէ որ A կետից B կետ կարելի է գնալ եւ ուղիղ ճանապարհով եւ տարբեր ճանապարհներով։ Գուցե ավելի չէ, դա էլ է ընդունելի նաեւ։ Չգիտեմ։ Սա վիճելի է, լավ, հետո որ հանդիպենք խոսենք, որովհետեւ եկեղեցում նայեք վարդապետության մեջ քրիստոնեության ինչու ենք ասում դոգմաներ, հա, այդ բառից պետք չէ խուսափել, որովհետեւ դա նշանակում է ինչ հրամանակարգ, այսինքն եկեղեցու կողմից հրամայված կամ պատվիրված վարդապետություն, որի ձևակերպումը միայն մի ձևով է ճիշտ, հա, մենք չենք կարող անարատ հղացյալ կամ անարատ հղության ճշմարտությանը աստվածամոր, որ ինքը հղացվել է անարատ, արանջ առանգելու ադամական մեղքը, այլ ձևակերպում տանք, մենք կարող ենք այլ բառերով դա բացատրել, բայց դա նույն ճշմարտությունը պետք է լինի, նույն ճշմարտությունը, եւ միայն այս ճանապարհով պետք է ընդունել եւ հավատալ աստվածամոր անարատ հղացյալ լինելուն, եւ այդ կողմնակի ճանապարհներով, որ ասում եք A-ից B հասնելը, պետք է հասկանանք, թե դա ինչպես է ընթանում այդ ճանապարհը։ Մի բան ասեմ, ուղղակի անցնենք առաջ, արդեն բավական ուշ է։ Ոմանք իրենց անձնական երազները, մեր մանավանդ Հայաստանի հավատացյալները, շատ ավելի ծանրակշիռ են դարձնում իրենց անձնական երազները, իրենց թվում է թե իրենք հնարավոր է որ Աստծո հետ կապված հոգեվոր ինչ-որ փորձառություն ունեցած լինեն։ Բայց իրենց հոգեվոր ընկալումը, գիտելիքները այնքան տկար եւ թույլ է, եւ իրենց ներգրավվածությունը Քրիստոսի հոգեվոր մանմնի, այսինքն եկեղեցու մեջ, այնքան հաղորդությունը այնքան տկար է, որ իրենց երազները շատ ավելի ծանրակշիռ ու կարեւոր են իրաց թվում, քան թե նույն ասենք սուրբ հաղորդությունը։ Ինքը կարող է երազի համար մի ամբողջ կարողություն ծախսի եւ մի մատուր կառուցել տա,
Բայց երբեք չմտածի, որ կարևոր է գնալ մեղքերը պարզապես խոստովանել Աստծուն։ Հասկանում եք։ Սա իր ճանապարհն է Աստծուն հավատալու, բայց դա չի նշանակում, որ ճիշտ է։ Դա երկրորդական է։ Դա լավ է անելը, այո, կառուցել մատուռ, որտեղ մարդիկ կարող են աղոթել, բայց դրանից շատ ավելի կարևոր բան կա, որ մարդ չի անում։ Այդ մեր կյանքում պակասում են այդ առաջնային ու երկրորդական իրարից տարբերելը, որ մեր ժողովուրդը չի սիրում անել դա։ Հա, Որն է ավելի կարևոր, ձեր որն ասած է երկրորդայինը չի հակասում առաջնայինին, լրացնում Եթե այդ մարդը լրացնում մատուռ, են սպասեք, ասեմ, եթե այդ մարդը մատուռ կառուցում է, բայց մատուռը գնում է մատուռ իր կառուցած մատուռը Կիրակի օրը եւ չի գնում եկեղեցի սուրբ բաղորդություն ստանալու, կտրուկ հակասում է եւ նույնիսկ վնասում է իր փրկությանը։ Իհարկե հակասում է Այդ եմ ասում, իհարկե հակասում է։ Լավ, եկեք անցնենք առաջ, հա։ Ինչպիսին է երկինքը։ Երկինքում առավել գեղեցիկ է, քան որևէ տեղ ամբողջ աշխարհում։ Երկինքը Աստծո ներկայությունն է։ Մի անպատմելի գեղեցկության վայր, այս վայրը ճակերտների մեջ, որտեղ հրեշտակներն ու սրբերը անդադար փառաբանում են Աստծուն։ Երկնքում չկա ցավ, չկա տառապանք, չկա մահ, այլ կա միայն ուրախություն։ Սա մի հեքիաթային վայր չէ, այլ սա մի իրականություն է, որտեղ մեղքը չկա եւ մեղքի հետևանքները չկան, տառապանքը, մահը, որտեղ չարը տեղ չունի, վտարված է չարը։ Եվ այս երկինքը սա Աստծո ներկայությունն է, բայց այս իրականությունը, որտեղ մեղքը պարտված է, Աստծո թագավորություն կոչված է, պետք է որպես նոր երկինք եւ նոր երկիր ընդգրկի նաեւ այս իրականությունը աշխարհի վախճանից հետո։ Վախճանը ոչ թե աշխարհի վերացումն է, այլ աշխարհի ներկա վիճակի վերափոխումն է Աստծո թագավորության կամ երկնքի։ Արդյոք մենք կատարելապես երջանիկ կլինենք երկնքում։ Անշուշտ այո։ Աստված իր սիրելիների համար հիասքանչ անակնկալներ ունի պահած։ Այնինչ մենք երազում ենք այս կյանքում ունենալ կամ ում երազում ենք տեսնել, օրինակ տատիկին, պապիկին, հա, երեխաների պարագայում, ուզում ենք հագնել գեղեցիկ, ապրել միշտ ուրախ եւ երջանիկ, միշտ լինել մեր ծնողների, մեր լավագույն ընկերների հետ, կին ուզում է ամուսնու հետ լինել կամ հակառակը, որ վախճանված է։ Այս բոլորը Աստված գիտի եւ երկնքում մեզ տալու է այս ամենը ավելիով, այնպես ինչպես չենք էլ կարող պատկերացնել։ Այսինքն մեր բոլոր սպասումների, մեր երազանքների լրումն է եւ ավելին, դրանցից ավելին է երկնային արքայություն։ Այսինքն Աստված մեզ համար նախատեսել է շատ ավելի մեծ երջանկություն, քան մենք կարող ենք պատկերացնել։ Նույնիսկ ամենածանր ցավ, վիշտ ունեցող, ասենք որդեկորույս մայր ենթադրենք, հա, նույնիսկ նրա համար այս որդեկորույս մոր համար ով վստահում է Աստծուն եւ սիրում է, չնայած իր բոլոր կորուստներին եւ ցավերին, Աստված մի այնպիսի երջանկություն է նախատեսել, որի մասին գաղափար անգամ մարդ չի կարող ունենալ երկրի վրա, գաղափար նույնիսկ չի կարող ունենալ։ Այդքան Աստված սիրում է, ասում է ինչ որ մարդու աչքը չի տեսել եւ մարդու ականջը չի լսել, Աստված պահել է իր սիրելիների համար, կամ մեկ այլ թարգմանությամբ իրեն սիրողների համար։ Այսպեսին է Աստծո թագավորությունը։ Ով է գնալու։ Շատ սիրուն խոսքեր, շնորհակալություն Տերովսեփ։ Այնքան հստակ, պարզ ու հասանելի եք բացատրում ամեն ինչը։ Բայց ես մի հարց ունեի, իսկ եթե որդեկորուստ մոր որդին դժոխքում է, ինչպես է սփոփվում մայրը, ինչպես կարող է սփոփվել։ Իսկ ինչ գիտեք, որտեղից իմանալ, որ դժոխքում է։ Կարող է լինել, կարող եք մտածել այդ ձևի բան։ Հա, բայց կարող մտածել, բայց չեն կարող իմանալ, որտեղ այդ դատավճիռ արձակողը միայն Աստված է։ Ինչքան էլ մենք տեսնենք ծանր հանցագործ, նույնիսկ ինքնասպան վերցնենք, հա, ինքնասպան, որ վստահաբար դժոխքի գնալու արժանի մեկն է, բայց չգիտես, կարող է ինքը
հենց այդ պահին, երբ որ այդ քայլը արեց, խորապես զղջաց եւ Աստված իրեն ողորմեց։ Ինչ գիտեք, ով է դժոխքում։ Գիտենք, ուղղակի չգիտենք նաև որ բոլորս նույն տեղում կարող ենք լինել։ Իսկ մենք սիրում ենք մեր բոլոր հարազատներին։ Գիտեք, մեր պարտականությունն է ամեն ինչ անել, աղոթել, որ մեր հարազատները, եթե այդպիսի ծանր հանցանքներ ունեցած մարդ կա, չհայտնվեն դժոխքում։ Սրբուի Թերեզան Լիզիոից 24 տարեկանում մահացավ թոքերի քաղցկեղից։ Գիտեք երևի, Հիսուս Մանկան նաև այս անունը ունի, ֆրանսուհի սուրբ է։ Եվ եկեղեցու տիեզերական վարդապետներից մեկն է հռչակված, 24 տարեկան սրբույն, շատ հրաշալի մի գիրք ունի, որ իր հոգու պատմությունն է, հայերեն թարգմանություններ ունենք, կոչվում է Երգել Տիրոջ ողորմությունը։ Ես ռուսերենով եմ կարդացել, հայերենով կարելի է որ գալուց ունենանք։ Որ եկաք, ես փորձեմ տեսնեմ օրինակներ մնացած պետք լինի, մեր Տեր Մաշտոցն է թարգմանել բավական շուտ։ Օրինակներ լինի, ձեզ կտամ գրքեր, եւ դա եւ ուրիշ տեսնենք ինչ գրականություն ունենք, որ ձեր հետ տանեք եւ ընթերցեք։ Սրբույն Թերեզան ուրեմն պատմում մի դեպք, որ ինքը ջերմերանդությամբ աղոթում էր մի մեղավոր մարդու, մի մարդասպանի հանցագործի համար, որի մասին կարդացել էր թերթում, որ պետք է տանեն կառափնարան եւ մահապատժի ենթարկեն։ Եվ ինքը աղոթում է ջերմերանդորեն, որ Աստված իրեն զղջման շնորհը պարգևի, որ այդ մահապատժից առաջ, վայրկյաններ առաջ զղջա եւ դժոխքում չհայտնվի։ Եվ շատ է աղոթում, ամբողջ գիշեր աղոթում է եւ մի քանի օր շարունակ։ Եվ հենց այդ մահապատժի օրը կարդում է, որ ամենավերջին վայրկյանին, երբ որ մահապատժի ենթարկվել, գիլյոտինի են տանում, գիլյոտինը գիտեք, երբ որ գլխատում են, ֆրանսիական հեղափոխության մահապատժի գործիքներ։ Վերջին վայրկյանին քահանան պահում է խաչը եւ ինքը խաչը համբուրում է մեծ սիրով։ Այս պատկերը տեսնելով թերթի մեջ կարդալով ինքը ասում է, ես վստահ եմ, որ իմ աղոթքները տեղ հասան եւ այս մարդը զղջաց եւ դժոխքում չի հայտնվի։ Մի հոգի փրկվեց իմ աղոթքով։ Ուրեմն մեր պարտականությունն է աղոթել մեղավորների համար եւ զոհողություններ անել։ Երբ որ մայր Աստվածածինը 1917-ին երևաց Պորտուգալիայում Ֆաթիմայի 3 երեխաներին, նրանց պատվիրեց վարդան աղոթել մեղավոր հոգիների փրկության համար եւ զոհողություններ անել նրանց համար։ Ինչ են անում այս երեխաները, ծոմապահությամբ էին ապրում, իրենց նեղություն էին տալիս, իրենց մարմինները ցավեցնում էին, քնում էին չոր հատակին, մեջքներին պարան էին կապում, փոքրիկ զոհողություններ, ինչ որ երեխայի համար հնարավոր է, հոգիների փրկության համար սա Աստվածամոր պատվիրանն է։ Ուրեմն մենք այդ մեղավորների համար պետք է աղոթենք եւ զոհողություն անենք։ Զոհողություններ մենք չենք սիրում անել։ Աղոթել այո, եւ աղոթել անել ինչպես, այսինքն սա էլ շատ կարեւոր է, ինչպես ենք աղոթում։ Տեր Աստված, խնդրում եմ այս մեկին, որ բան չի հասկանում, խելք ու շնորհ տուր, սա աղոթք չէ։ Սա մեծամտություն է ուղղակի։ Եվ քո աղոթք, երբ որ իսկապես սիրելով եւ մտահոգ ձևով աղոթում ես, որ մեկը դարձի գա։ Որտեղ ինչ-որ մի լավ բան ես տեսնում նրա մեջ, կամ տեսնում ես Աստծո խեղված պատկերը, որ ուզում ես փրկել։ Եվ նաև զոհողություններ ես ստանձնում նրա համար։ Դու ես ծոմ պահում։ Ուրիշ մեկի համար, մեղավորի համար։ Ինչպես Քրիստոս 40 օր ծոմ պահեց ամբողջ մարդկության համար, օրինակ, տարապեց ամբողջ մարդկության համար, ինքը կարիք չուներ իր մեղքերի համար տարապել, ուրիշների համար տարապեց։ Այսպիսին էին մեր սրբերը։ Սրբույն Թերեզան, որ ասում էր, որ կարդաք իր կենսագրությունը, այդ ահավոր ցավ ուներ կոկորդի, այդ քաղցկեղ իրեն նեղում էր այդ թոքերի եւ ասում էր այս տանջանքը, այս ցավը նվիրում եմ քեզ Հիսուս, եթե դու ուզում ես դա, ես էլ եմ ուզում, եթե դու կամենում ես, ես էլ եմ կամենում եւ սա նվիրում եմ քեզ, թող մեղավոր ոգիների համար, նրանց փրկության համար ծառայ իմ տառապանքներ։ Ինչպես ով է գնալու երկինք,
Աստծո մոտ կգնան բոլոր նրանք, ովքեր սիրում են Աստծուն եւ միշտ կատարում են նրա կամքը։ Շատ པարզ է ձևակերպում։ Բայց ովքեր են սիրում Աստծուն, իսկապես եւ միշտ կատարում են նրա կամքը։ Ովքեր հավատում են, ովքեր ճանաչում են Աստծուն։ Հիսուս մի խոսք ունի Ավետարանում, ասում է. ոչ թե ամեն ոք, ով Աստծուն Տեր է անվանում, այո, կգնա կժառանգի Աստծո արքայությունը, այլ նրանք, ովքեր կատարում են նրա կամքը։ Իրոք կամքը։ Կատարում են նրա կամքը։ Աստված կամենում է բոլորին տեսնել իր կողքին, բայց շատ շատերը դեռ պետք է մաքրվեն իրենց մեղքերից։ Աստված նրանց տալիս է այդ հնարավորությունը, դա կոչվում է քավարան։ Մեղքերը քավելու, այսինքն հատուցում կատարելու հնարավորություն։ Ուրեմն քավություն չի նշանակում ներում, նշանակում է հատուցում։ Թողությունն է ներելը։ Թողությունը ուրիշ բան է, դա տալիս է Աստված միայն, իսկ քավելը մեղավորն է քավում իր մեղքերը հատուցում կատարելով, իր տառապանքով կամ զոհողություններով։ Նրանք մաքրվում են մեր եւ սրբերի աղոթքներով։ Իսկ իրենք իրենց չեն կարող օգնել, այսինքն ննջեցյալները, ովքեր քավարանում են, իրենք իրենց չեն կարող այլևս օգնել։ Իրենք իրենց օգնելու ժամանակը իրենց համար վերջացած է։ Իրենց տրված էր 60 տարի, 80 տարի, 100 տարի։ Քավարանն ինչքան կմնան, ենթադրենք նրանց համար աղոթող չկա։ Մինչև ահեղ դատաստան։ Տեսականորեն, հա, այսպես ասեմ, ես այդ հարցին չեմ կարող պատասխանել։ Ինչքան որևէ մեղավոր կմնա քավարանում, բայց ահեղ դատաստանից հետո այլևս քավարանի վիճակ չկա։ Կամ այս կողմ, կամ այն կողմ, այդպես ասենք։ Այսինքն այն կողմը քավարանի հոգիները դժոխք չեն գնում, այն կողմը չկա, ճիշտ ձևակերպեմ։ Քավարանից ճանապարհը ելքը միայն դեպի Աստծո արքայություն է, հարցնում է թե երբ կլինի դա։ Ահեղ դատաստանի ժամանակ, թե ավելի շուտ։ Ձեր ասացի նման շատ ցավալի կլինի այն հոգիների վիճակը, որոնց համար աղոթող բնավ չկա։ Եվ սրբերը այս մասն խոսում են, գիտեք, նաև Սուրբ Սրբույթ Թերեզան Հիսուս մանկան ցավում եմ ասում այն հոգիների համար, ովքեր իրենց համար աղոթող չունեն։ Եվ ինչպիսի հազարավոր միլիոնավոր հոգիներ կան մարդկային, նաև մեր հասարակություն Հայաստանը վերցնենք, որ սովոր չեն։ Բայց Աստված շատ բարի է հարցնել լուծած կլինի։ Աստվածային իրականության մեջ դրա լուծումն էլ կլինի։ Միգուցե մեզ հայտնի չի։ Դրա լուծումը անշուշտ կա։ Դրա լուծումը Քրիստոսն է։ Դրա լուծումը Քրիստոսի սուրբ պատարագն է, որի մեջ պատարագի ժամանակ մենք աղոթում ենք ոչ միայն ողջերի, այլ նաև բոլոր ննջեցյալների համար։ Եվ Հիսուս ինքը գիտի, թե որ ննջեցյալին ինչ է պետք, այսպես ասեմ, հա։ Քրիստոսի պատարագը, նրա միջնորդությունը բոլորի համար է, ում որ մենք հիշում ենք եւ նաեւ չենք հիշում։ Իսկ ում որ մենք հիշում ենք եւ առանձնահատուկ ձեւով աղոթում ենք, նրանց բերում ենք մարդկայնորեն, եթե կարելի է այսպես ասել, ավելի կենտրոնական, առաջնային պլան ենք բերում, այսպես ասեմ։ Այլ բան է, երբ որ ննջեցյալների համար ընդհանուր մի աղոթք ես ասում, եւ այլ բան է, որ աղոթում ես կոնկրետ անուն ազգանունով։ Սա դեռ այլ բան է, որովհետեւ Աստծո կամքն է, որ մենք մեր ննջեցյալների համար աղոթենք, որովհետեւ աղոթքը եկեղեցին դարձնում է կենդանի։ Եկեղեցի, որ ասում եմ, ես նկատի ունեմ եւ երկրից երեսին դեռ ապրողներին, այսինքն ողջերին, այսպես ասենք, հա, եւ ննջեցյալներին։ Եկեղեցին մեկ ամբողջություն է, եւ նաեւ սրբերը, այս երեք մասերը մեկ ամբողջություն են, հա։ Սրբեր, ուրեմն ննջեցյալներ քավարանի վիճակում գտնվող, երբ որ սրբերը ասում եմ, նկատի ունեմ նաեւ բոլոր նրանց, ովքեր Աստծո արքայության մեջ են արդեն, բայց մենք իրենց դեռ սուրբ չենք կոչում։ Հոգիները սեր ունեն, Տեր Հովսեփ։ Սեր։ Այո, կին, տղամարդ։ Անշուշտ, որտեղ մենք, այսինքն Բայց ես ինչ-որտեղ կարդացել եմ, որ հոգիները սեր չունեն։ Տեսեք, չեմ կարող սեռականությունը դրսևորվում է մարմնի միջոցով, ճիշտ է։ Ահա։ Եվ ամուսնությունն էլ իր լրումին է հասնում մարմնի միջոցով։ Հիսուսին մի անգամ փարիսեցիները հարց են տալիս, հիշում եք այդ դրվագը, թե մեկը մի կին 7 եղբոր կին է լինում։
Այո, հիշում եմ, որ որ մեկին պիտի ամուսնանալուց հասնի։ հետո ում պիտի հասնի, Այո, ասում որ պատասխանը մեկին պիտի հասնի, ասում են դեռ ոչ ամուսնանալու են գնում, հա։ հա, ոչ Ամուսնություն կին կա, ոչ չկա, ամուսին։ ամուսնական հարաբերություններ չկան այնտեղ որպես Չկան։ այդպիսին։ Չէ, որ դուք ասիք կհանդիպեն իրենց ամուսիններին, դա ինձ մտածել տվեց, որ գուցե հանդիպեն, բայց որպես ամուսին չճանաչեն իրար, որպես հոգիներ ուղակի։ Տիկին Սանա ջան, ես հասկանում եմ, որ այդ հարցը շատ հետաքրքիր է բոլորին, բայց ինչ որ մենք ունենք, ինչ որ Տերը բացատրել է, մենք դա ունենք, այսինքն ինչ գիտենք, բարձ սկզբունքներ, որ այնտեղ չեն ամուսնանում, հա, այնտեղ ամուսնական այն հարաբերությունը, որ մենք այստեղ հասկանում, պատկերացնում ենք մարմնով, այնտեղ չի լինելու, ու նաև հարություն առած մարմիններին է սա վերաբերում, որտեղ հոգևոր մարմինն ուրիշ է, ինչպես ասում է Պողոսը, շնչավոր մարմինը ուրիշ է, իր պահանջմունքներով հանդերձ, հա, կարիքներով հանդերձ։ Բայց դա չի նշանակում, որ ամուսինները իրար պետք չճանաչեն այնտեղ։ Սա չի նշանակում։ Այդպիսի բան չասեց Տերը։ Չէ, ճանաչել կճանաչեմ որպես ասենք իրար հարազատ մարդիկ, իրար ասենք ջերմ հարաբերություններ։ Ես կարծում եմ, որ տեսեք, խոստումը, որ մենք Աստծո առաջ զույգերը տալիս են, դա գերբնական խորհուրդ է, երբ որ ամուսնանում են։ Դա Մինչև մահը բաժանի մեզ, բայց վերջավորությունը այդպես է։ Մենք նվիրվենք մինչև մահը կբաժանի, իսկ մահից հետո չկա, չէ՞։ Մենք այլևս ինչ հարաբերություն կունենանք, եթե այնտեղ հանդիպենք։ Ես կարծում եմ, որ Աստված մեզ այնքան սիրում է, որ սիրող ամուսիններին մանավանդ ես էլ եմ ձեզ կարող Աստված մերժել, վերջացնեմ, չի կարող մերժել Աստված կամ այդ հնարավորությունը չտա, որ իրենք իրար հետ լինեն երջանիկ հավիտենական կյանքում։ Աստված այդքան սիրում է մարդուն։ Ուրիշ բան, եթե կան զույգեր, ովքեր իրար չեն սիրում, թե իրանք իրար համար ինչ կլինեն հավիտենական կյանքում, այդ ես չեմ կարող այդ հարցին պատասխանել։ Ինչքան հեռու այնտեղ այնքան լավ չեն խառնել։ Շարք եկեք անցնենք առաջ, արդեն մեր ժամը ավարտվում է, բայց այս հարցերին պատասխանենք։ Բայց ես կուզենամ, որ մյուսներն էլ խոսեն, Տիկին Սոնա ջան, ձեզ պետք է խնդրեմ, որ հարցերը ինձ հետո տաք, թե չէ մենք ամբողջ ժամը զբաղեցրեցինք, հա։ Որն է հավատքի ամենակարճ ձևը։ Մյուսները խնդրեմ պատասխանեն։ Ինչ է հուշում այս երեխայի շարժումը։ Աղոթել։ Ուրիշ։ Խաչակնքվել։ Խաչակնքվել։ Հավատքի արտահայտության ամենակարճ ձևը դա խաչակնքվելն է։ Ամենակարճ աղոթքը։ Խաչակնքվելը ամենակարճ աղոթքն է, չէ՞։ Այո, խաչակնքվում ենք հանուն Սուրբ Երրորդության, հանուն Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու։ Ինչու ենք սա անվանում ամենակարճ աղոթք։ Ուրիշները պատասխանեն, Տիկին Սոնա, սպասեք, ուրիշները պատասխանեն, խնդրում եմ։ Ձեզ չեմ անել։ Հա, լավ։ Ինչու է ամենակարճ աղոթքի ձևը։ Մանավանդ երբ որ Սուրբ Երրորդության անուն ենք տալիս։ Ամբողջական էլի։ Ուրիշները թող խոսան։ Ես սպասում եմ ուրիշներին։ Կարող եք դուրս եկել։ Երեխեք բոլորը կարք ներսում եք երիտասարդներ մանավանդ։ Այո։ Սուրբ Երրորդությունը ինչ է մեզ համար եւ ով է։ Աստված 3 անձերով, հենց Հայրը, Որդին ու Սուրբ Հոգին։ Շատ լավ։ Իսկ մեր հավատքի մեջ ինչ տեղ ունի Սուրբ Երրորդությունը։ Ամենակարևոր, չէ՞։ Մենք Աստծուն ենք հավատում, ճիշտ է։ Ամենակարևոր հիմքը դա է, որ մենք մեր հավատքը խոստովանում ենք Սուրբ Երրորդության նկատմամբ, տալով Աստուծո 3 անձերի անունները, որոնք նույն Աստվածն են 3 անձերով։ Դա է ամենակարևոր արտահայտությունը մեր հավատքի։ Երրորդութենական է մեր հավատքը, այսինքն մենք 3 անձերի հանդեպ մեր հավատքն ենք խոստովանում։ Սուրբ Երրորդության մասին մենք անշուշտ ուսումնասիրել ենք, հա։ Նկահանդավորները տեսնենք Եհովայի վկաներին։
իրենք երրորդությանը չեն հավատում, չեն ընկալում այնպես, ինչպես մենք ենք ընկալում։ Իրենց հավատքը երրորդութենական չէ։ Տեսեք, միանգամից տարբերվում է, որ խաչակնքում ես ասում ես հանուն հոր եւ որդու եւ ոգուի սրբո, կամ փառք հոր եւ որդու եւ ոգուի սրբո, ամեն։ Միանգամից դու քեզ դնում ես ուղղադավանության հունի մեջ եկեղեցու, այսինքն ճշմարիտ հավատքի հունի մեջ ես դնում։ Եվ այսպես խոստովանելով հավատք, միանգամից տարբերվում ես չարի, սատանայի մեքենայություններից։ Դրա համար շատ կարևոր է խաչակնքվելը առանց ամաչելու ամեն տեղ եւ միշտ Սուրբ Երրորդյան անունը տալու, ոչ թե միայն ձեռքի շարժում անելով, պարզ եկեղեցու խաչեր տեսնելով, ինչպես շատերը անում են, այլ ասելով հանուն հոր եւ որդու եւ ոգու։ Կա ավելավ է փառք հոր ասենք, դա նաեւ մեր շնորհակալության երախտագիտության արտահայտությունն է Աստծո հանդեպ։ Ամեն տեղ, ամեն ինչում, ամենադժվար պարագաներում անգամ փառք հոր եւ որդու եւ ոգու սրբո, այժմ եւ միշտ եւ ավետյան սավելինից ամեն։ Խաչակնքվելու ձևը սկսում ենք աջ ձեռքով ճակատից ներողություն։ Սել ասենք ու ավարտենք ճակատից, որով հիշում ենք հոր երկնքում, որ ստեղծել է աշխարհը, վերևում է։ Ձեռք իջնում է ներքև դեպի երկիր, կարևոր չէ, ասենք կրծքավանդակ, դա փոր, այդպեսի հարցեր չտակ, դեպի երկիր, ներքև, որովհետև Աստծո որդին Հիսուս Քրիստոսը դարձավ մարդ եւ մեզ հետ կիսեց այս աշխարհի ուրախություններն ու ցավերը։ Այսինքն մարդեղությունն ենք հիշում։ Աստծո որդին դարձավ մարդ, իջավ երկնքից ներքև, չէ՞։ Հետո ձեռքը գնում է դեպի ձախ, դեպի սիրտը, որտեղ բնակվում է Աստծո Սուրբ Հոգին։ Եվ վերջում ձեռքը գնում է դեպի աջ, որպես նշան, որ Աստծո սերը տարածվում է ամբողջ աշխարհի վրա։ Եվ բաց չի թողնում ոչ մի մարդու եւ ոչ մի բան, տարածվում է բոլորի վրա։ Սա անշուշտ մի մեկնաբանություն է, որ չեն կարող ասել, որ վերջնական, որովհետեւ այս շարժումը կրկնում է Քրիստոսի խաչի ձևը։ Այս մեկնաբանությունը հետո է դրվել մեջը։ Այսին հայրը մարդեղությունն ենք հիշում Սուրբ Հոգին։ Ռուս ուղղափառ եկեղեցին հակառակն է անում։ Աչից գնում է դեպի ձախ, իրենք էլ ուրիշ մեկնաբանություններ ունեն, ասում են աչ կողմից Աստծո զորությունը, ուրեմն խորտակում է չարին, որ ձախ կողմում է, եւ նաեւ իրենց դա հատուկ ցույց տալու համար մի երկրորդ թևեր ունեն խաչի, որ եւ դա է ցույց տալիս երկինք երկու ճանապարհներ, երկինք եւ դժոխք կամ Աստծուն եւ չարը, եւ կամ հետո ասում են հիշեցնում է Անդրեաս Արաքյալի խաչվելը մահապատժի ենթարկվել նահատակվել այդ թեք խաչի վրա, այսպես մեկնաբանություններ կան, այսինքն մեկնաբանությունները այս իմաստով շատ կարող են լինել։ Մեզ համար կարևորը Սուրբ Երրորդությունը հիշելն է եւ հիշելը Քրիստոսի խաչելությունը, որը նրա զոհաբերությունն է, նրա կատարյալ ինքնանվիրումն է Աստծուն։ Հետևաբար, երբ մենք խաչակնքվում ենք, մենք ինքներս մեզ նաև նվիրում ենք Աստծուն։ Մենք գրաբարում մի գեղեցիկ բառ ունենք, որ ասում է տիառնագրվել, խաչակնքվելուն ասում ենք տիառնագրվել, այսինքն Տիրոջն ես նվիրվում, տիառնագրվել։ Այսքանով մենք այսօր ավարտում ենք, եթե շատ շտապ հարցեր չկան, Ես չհասնենք մեր զրույցը։ Այսօր մեզ միացավ 23 հոգի, հավանաբար մեր երիտասարդան են միացել, մեծ մասը լուռ են անշուշտ, չգիտեմ լսում են արդյոք, լսեցիք բոլորդ ինչ որ խոսում էինք։ Այո։ Մյուսներն էլ մասնակցեք, որտեղ ձեզ համար է ընդհանուր նաև գիտելիքները ձեզ պետք են։ Հետո տարիներ կանցնեն Աստծուն փառք կտակ, որ այս ժամերը նվիրել եք քրիստոնեականի այս գիտելիքներին։ Այսպես, բարի գիշեր, լավ մնացեք։ Բարի գիշեր։ Սրբույթ Իրամայր, աղոթում եմ մեր բոլոր հավատացյալ ժողովրդի համար եւ նաեւ մանավանդ այս դասընթացին մասնակիցների համար եւ տարիքով ավելի առաջացածների համար եւ երիտասարդների համար բոլորի համար աղաչում եմ, որպեսզի խնդրես Սուրբ Հոգու շնորհները, առատ շնորհները, Աստուծո Հոգու ներկայությունը թող լցնի մեր սրտերը բերնեբերան, լիառատ ձևով, որ մշտապես զգանք, որ
Տերը իսկապես կենդանի է, Քրիստոս կենդանի է եւ մեր մեջ է։ Կարողանանք Պետրոս առաքյալի նման միշտ խոստովանել անվախ եւ ասել դու ես Քրիստոսը, կենդանի Աստծո որդին։ Մեր տկարության մեջ, մեր տկիտության մեջ, մեր պարզության մեջ խոստովանենք, որ Քրիստոս կենդանի է մեր կյանքում։ Եվ սա քո բարեխոսությամբ սրբույթ իր համար աղոթի մեզ համար։ Ամեն։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։